Տեսեք, PR ակցիա ընտրակաշարք տվեցին թոշակառուներին, որ այսքան ավելացնում ենք, այս ենք անում, այն ենք անում։ Հիմա ասեմ, դա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն եմ ասում եւ իմ ունեցած ինֆորմացիան, որ Պեկի նախագահին ես կկանչեմ, որպեսզի տեսնենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ են կարողանում հայտարարել։ Պեկի նախագահին կանչել է եւ հայտարարել է, որ ինքը պետք է լրացուցիչ 50 միլիարդ դրամ, հասկանում եք, փող հարկերի, տուրքերի, տուժերի միջոցով բերի պետական բյուջե։ Եվ դրա համար նստել հաշվարկել են 55 դրամանոց ձուն վաճառում են 95 դրամով, 70 դրամանոց ձուն վաճառում են 120 դրամով, ձուն թանկացել է, որը ամենօրյա սպառնալիք ապրանք է, թանկացել է 80-ից 90%, ներեցեք 70-ից 90% թանկացել է։ Հաջորդը թանկացել է ամեն ինչ, հավը թանկացել է 15-ից 20%։ Դուք պատկերացնում եք ինչը։ Նիկոլը իբր թե ժողովրդի 10,000 դրամ է տալիս։ Հիմա ես հաշվարկեմ մասնագետների, առողջապահության ոլորտի մասնագետների հաշվարկը։ Դեղերը թանկացել են 100%-ով, 1270 անուն դեղեր թանկացել են 25-ից 100%, 25%-ով 50%-ով թանկացել են բժշկական սարքավորումներն ու նյութերը, 50%-ով, այսինքն լրացուցիչ, տեսեք առողջապահության ապահովագրության համար 100 միլիարդ էր, չէ՞ պետք պետությանը, սակայն այդ դեղորայքի թանկացումների, միայն դեղորայքի պարագաների թանկացումների պատճառով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից տարեկան իրենք խլելու են 210 միլիարդ դրամ։ Ձեզ ինչ է թվում։ Հենց այնպես են 1270 դեղերը թանկացել։ 200 դեղեր ընկնում են ապահովագրության ոլորտի մեջ, որոնց թանկացումը 100%-ով բերում են, որ այդ ապահովագրական փողերը, որոնք ժողովուրդն է տալիս, 201,000 դրամ եւ ավել ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տալիս։ Գնալու են ինչ-որ մի նիկոլական օլիգարխի գրպան, իրի ժողովորդին չի լինելու, հա, ժողովորդը ստորագրելու է, որ այդ դեղերը ստացել են, ստանալու է, օգտագործելու է, ձրի է լինելու, բայց հետո, երբ գնաց բամբակ գնելու, այդ 50% թանկացումով իրենից այդ դեղի փողը վերցնելու են։ Երբ երեխան գնաց դեղ գնելու, գրիպի համար, այդ փողը ժողովրդից այդ 210 միլիարդի ձևով հետ են վերցնելու, նիկոլական շիզոֆրենիկ աշխարհարության անվերջանալի շղթայի մեջ ենք ընկել, սիրելի ժողովուրդ։ Հասկանում եք։ Դուք մի կարծեք, որ այդ թոշակները բարձրացավ, դուք ավելի ոչ գնողունակ եք դառնալու, 10,000 բարձրանալու է, բայց դուք ստիպված եք լինելու 2 հավ գնելու մեջ, այդ 10,000-ը լրացուցիչ տալ Նիկոլի նման թալանչի սրիկային։ Ես գնացել եմ 2 հավ եմ գնել Սիտիից, 3 չէ, առաջի օրը։ Միշտ 2 հավ էի գնում, տալիս էի 5,000 դրամ, տվել եմ 7,000 դրամ, 7,500 դրամ, այսինքն 50% թանկ։ Չեկնել պահել եմ, եթե ինչ-որ մի նիկոլական աղբ կամ նիկոլական անասուն փորձի հայտարարել, որ այդպես չի, բերեմ ցույց տամ ձեզ։ 1090 դրամանոց հավը դարձել է 1390, 1190-անոց հավը դարձել է 1400 դրամ, 490 դրամ, 55 դրամանոց ձուն դարձել է 95 դրամ, 70 դրամանոց ձուն դարձել է 120 դրամ, գնացեք նայեք,
Հացը փոքրացել է 50 դրամով 20 գրամով իջել է բոլոր հացերի կշիռը։ Գնացեք եւ կշռեք։ Կատնամտեք սմետան ամեն ինչ թանկացրել են, որպեսի այդ ժողովրդից կաթեն։ Եվ ամենասարսափելին նա է, որ ամբողջ պետական կառույցը այսօր լծված է մի դավաճան կապիտուլյանտ Նիկոլի վերարտադրության վրա։ Դուք պատկերացնում եք ԱԱԾ-ն, որը կոչված է անվտանգություն ապահովելու, պայքարելու օտար թշնամիների դեմ եւ ներքին թշնամիների ողոքետ ծախվում են օտարին, ստեղծել է հատուկ վերլուծական խումբ, որը ուսումնասիրում է ընտրությունների ընթացքում հասարակական տրամադրությունները, ազդում է հասարակական տրամադրությունների վրա Նիկոլի համար։ Այսինքն ԱԱԾ-ն դարձել է Նիկոլի օգտագործման գործիքը, ոչ թե մեր պետության։ Հասկացանք, ԱԱԾ պետ, դու ՔՊ-ական ես, բայց դու վաղը ո՞նց ես պատասխան տալու։ Եվ գիտեք ինչն է սարսափելի, որևէ ընդդիմադիր ուժ գնում է մի հատ տուն է վարձակալում, մի հատ տարածք է վարձակալում, ԱԱԾ-ից գալիս են տիրոջ մոտ։ Եվ հաջորդ օր գալիս է տղեր, ինձ ոչ մի բան պետք չի, գնացեք աղբորման, ես տարածքը վարձով չեմ տալիս։ Հետո պարզում ենք, որ գիշերը ԱԱԾ-ն կանչել է կամ գնացել է իրեն խելք է սովորացրել, որպեսզի Նիկոլը մենակ բաներ բացի։ Ես ձեզ ասեմ, սիրելի քաղաքացիներ, ովքեր թուրքական ապրանքների այդ ոհմակին, ինչու է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել թուրքական ապրանքների իր լոգոյից, ՔՊ լոգոյից եւ ինչ է հրաժարվել ապագա լոզունգից, նոր լոզունգ են ուզում, որովհետեւ ժողովուրդը արդեն գիտի, որ դա թուրքական տեղական արտադրության նշանն է եւ գելեչեք թուրքական կուսակցության լոզունգն է։ Դա համար Նիկոլը այսպես սրտիկի նկարով է ավտոբուսը քշում։ Պատկերացնում եք ինչ է։